Եվ այսպես ուշադրություն, մարդիկ ասում են, թե արծիվն է տարել երեխային, հետո ասում են շներն են տարել գազազած, հետո ասում են վայրի կենդանիներ, օրինակ գայլը սարերից իջել է եւ երեխային տարել է։ Մենք ուզում ենք խոսել սրա մասին։ Նախ արծիվը աշխարհի ամենամեծ արծիվն էլ լինի, չի կարող 2 տարեկան երեխային ինքը բարձրացնի։ Այսինքն ինչքան մարդ պետքա չիմանա, որ այս հայտարարությունները անի այս վիճակին մարդկանց ոնց կար արծիվը 15 կիլոգրամ մոտավորապես կշռող երեխային բարձրացնի վերև, նախ դա ոչ մեկ չտենա գյուղում, երբ որ ամեն ինչ հանդարտ է մի հատ ճանճի տզոց եւ ամեն ինչ բոլորը նկատում են։ Եվ հետո ասում են շները գզեցին, դա ընդհանրապես բացառվում է, ոնց գզեցին շները։ Հայրը, պապը երեխային մոտ են եղել։ Երեխան անհետացել է ըստ հոր 10-15 րոպե։ Շները երբ որ հարձակվում են, իրանք պետքա հաչային եւ բարձր աղմուկը լիներ, երեխան պետքա գոռար եւ ոչ մեկ ոչ շան ձայնը լսել, ոչ էլ երեխայի գոռոց առավել եւս։ Ինչ վերաբերում է գայլերին, այդ նույն պատասխանը կտանք, նույն շան պատասխանը, որ պետքա բացառվի կենդանիներին մեղադրելու, որովհետև դա նույնիսկ փրկարար ծառայության նյարդերի վրա է ազդում, որ ասում են ինչի՞ չեք բարձրանում, մի քանի սարենկող արծվի բույն գտնեք նայեք։ Երեխան կարող է գետը չի ընկել, այլ ուրիշ վայրում է գտնվում, առևանգել են կամ էլ ուղակի ինչ-որ այլ փոս է ընկել գյուղերում կպատահեն վայրեր, որոնք երեխաների համար վտանգավոր են։ Բայց մենք վստահ ենք, որ բոլոր այդ վայրերում ուսումնասիրություն կատարվել է եւ արդյունք չի եղել։ Իսկ բոլոր վարկածները, որ համեմատում ես, այսպիսի անհետացումը կամ առևանգումն է, որը այդքան էլ հավանական չի, որովհետև մեքենա չենք տեսել, մարդ չենք տեսել, խանութի տեսախցիկները երեխային չեն ֆիքսել, մեքենաներ չեն ֆիքսել։ Գետը ընկնելը փրկարար ծառայությունը համարում է գլխավոր հնարավոր վարկածներից մեկը կամ ամենահնարավորը եւ դրա համար է, որ աշխատանքները տարվում են հենց գետի ուղղությամբ։ Շատ ցավոտ դեպք է սա իրականում եւ երևի թե մարդիկ փորձում են իրենց վարկածները ասել, որովհետեւ 8 օր երեխան չի գտնվել, արդեն 9-րդ օրն է իրենք փնտրում են երեխային ու չի գտնվել երեխան, փորձում են ամեն մեկ իր կողմից մի բան ասի, որ գնացեք ստեղ նայեք, արծիվն է տարել, շունն է գզել կամ նմանատիպ հայտարարություններ։ Մարդիկ անում են իրենց աշխատանքը, ընտանիքի անդամները ըստ էության գոհ են փրկարների աշխատանքներից, միայն հայրը կարծես թե համաձայն չէր նրա հետ, որ փրկար ծառայությունը հայտարարել, որ երեխան հնարավոր է իրենց բակով է մոտեցել գետին, որտեղ որ նախ պետք է ամբողջ այգին անցներ, որը այդքան էլ փոքր այգի չէր, եւ նաեւ կային խոչընդոտներ, ինչ որ փայտեր, քարեր, որոնց վրայով պետքա երեխան անցներ եւ հայրը ասում է, որ երեխաս այդ ճանապարհով չէր գնա գետ եւ իրենք էլ կանգնած են եղել այն ճանապարհի վրա, որտեղ որ երեխան խաղացել է, որը գնում է նաեւ դեպի գետ եւ իրենք չեն նկատել, որ երեխան եկել է եւ իրանց կողքով անցել է։ Բայց բնականաբար չես կարող բացառել գործանող մարդիկ 2 տարեկան երեխան կարա աննկատ քայլի, որ ոչ մեկ չնկատի։ Եվ այսպես ուշադրություն շարունակվում է երեխայի գետը ընկնելու վարկածների քննարկումը, համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ որ երևում է GPS-ի լուսանկարը, պատկերված է գյուղը, տները, նաև այդ տունը, որտեղ որ ապրում են այդ մարդիկ, եւ այնտեղ, որտեղ որ իրենք աշխատում էին տվյալ մեքենայի վրա, որտեղ էլ երեխան խաղում էր, իսկ իրենք աշխատանքներ էին իրականացնում։ Մեքենայից, այսինքն աշխատանքի վայրից միջև գետը ընկած տարածությունը 80 մետր էլ չի անում։ Խոչընդոտ ըստ էության չկա,
որ երեխան կարող էր գնալ ու ինչ-որ մի բան նրան կխանգարեր դեպի գետը գնալ։ Փորձ են անում վարկածները տանել այլ ուղղությամբ, որ նա գետը չի ընկել, բայց ըստ պաշտոնական վարկածի, այսինքն դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, որովհետև չի բացահայտվել, բայց փրկարար ծառայությունը հայտարարեց բազմաթիվ, որ ըստ էության այս վայրդրությամբ կա գլխավոր մեկ վարկած, որ երեխան ընկել է գետը։ Մարդիկ կան ասում են 80 մետր երեխան չէր կարող քայլել։ Մենք ուղղակի զարմանում ենք, թե ոնց չէր կարող երեխան 80 մետր քայլել։ Գյուղի երեխա, մանավանդ որ հայրը հարցազրույցում ասում է, որ ինքը երեխայի հետ գնացել է գետի ուղությամբ, երեխայի հետ կանգնել նայել են գետին, եւ այսինքն երեխան հենց գետի տեղը գիտեր եւ իր ուղեղում տպավորված է եղել գետի տեղը եւ կարող էր գնալ գետի ուղությամբ։ Իսկ եթե չի գնացել գետի ուղությամբ, ապա որտեղ է երեխան։ Սա ավելի չբացահայտվող հարց է, որը չունի պատասխան, որտեղ է երեխան։ Մեքենա չի մտել, որ մեքենան մտել է գյուղ, այդ մեքենաները կանգնեցվել են ոստիկանական ծառայողների կողմից, զննություն է իրականացվել, մարդիկ են հարձակվել, այսինքն ինչ հնարավոր էր ստուգել, ամբողջությամբ ստուգվել է։ Բայց մենք ուզում ենք նաև մի բան ասել, որ երեխայի ընտանիքի անդամները շատ լավ մարդիկ են եւ այս մարդկանց հասցեին վատ մեկնաբանություններ անել, վատ բաներ գրել, ուղղակի անթույլատրելի է, բոլորի հետ կարող էր նման բան պատահել, նույնիսկ եթե երեխան գետնն է ընկել կամ առևանգել են ինչպես երկրորդ վարկածն է, ամեն դեպքում ծնողները ըստ էության մեղավորություն չունեն, կարող են ուղղակի 1-2 րոպե ուշադրություն չդարձնեն երեխային, ինչը որ բոլորի մոտ էլ հնարավոր է որ լինի եւ երեխան կանհետանա։ Եվ նման դեպքեր, որ երեխաները գնան ընկնեն գետը, հազվադեպ է տեղի ունենում, ինչը որ ծնողների համար եւս անսպասելի է եղել, որ ոնց կարող է երեխան գնա ու հասնի մինչև գետը։ Իրենք մտածել են, որ երեխան հոր մոտից դժվար թե շատ հեռանա, կվախենա, եթե հեռանա եւ այդպես համոզված են եղել, որ երեխան նախ տուն է գնացել եւ եթե տուն չի գնացել, ապա հաստատ տան շրջակայքից չի բացակայել։ Իրենց համոզմունքը եղել է այսպիսին, իրանց երեխան ա եղել, իրանք ավելի լավ են ճանաչել այդ երեխային եւ այդպես համոզված են եղել, որ երեխան հաստատ գետի ուղղությամբ չէր գնալու։ Դրա համար պետք չի ամեն մեկը ձեր մեկնաբանություններով ավելի վատ վիճակի մեջ դնեք այս մարդկանց, նրանք շատ լավ մարդիկ են, գյուղի արդար ժողովուրդ են, շատ սարսափելի դեպք է պատահել նրանց հետ, մենք պետքա կարեկցենք այս մարդկանց,